Ջրի նման երկար կյանք կունենա 9-րդ գումարման խորհրդարանը։ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը վստահեցնում է, ՔՊԱ-ականներին միշտ հիշեցնելու են խորհրդարանի ՔՊ մեծամասնությունը լեգիտիմ չէ։ Մենք ասել ենք, որ իրենց ստացած քվեները լեգիտիմ չենք համարում, եւ դա մշտապես ասել ենք, որ այս ազգային ժողովը լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունի, նաեւ այդ ելակետից են լինելու հետագա մեր գործողությունները։ Աննա Գրիգորյանը պնդում է, որ ՔՊԱ-ականներն էլ են հասկանում, որ լեգիտիմության լուրջ խնդիր ունեն, որովհետև իսկապես հաղթած ուժը ընտրություններից հետո բանտերը չէր լցնի այլախոհներով։ Սովորաբար ընտրություններից հետո քաղաքական իշխանությունը, եթե իսկապես հաղթած է, եթե իսկապես արդեն հաղթողի կարգավիճակում է, ինքը փորձում է հնարավորինս մեղմել իրավիճակը, այսինքն այդ սուր ծայրերը հարթել, որպեսզի ընդհանուր ինչ որ այլ մթնոլորտ ձևավորի։ Բայց ինչպես տեսնում եք, ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ հետընտրական փուլում ռեպրեսիաները միայն շարունակվում են։ Մերը պայքարելն է, թասիվն ու պատիվն է։ Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ասվում է դաշինքի հայտարարությունում։ Խմբակցության ղեկավարի բնութագրմամբ նիկոլական բոլոր հրահանգները կատարող դատավոր Ֆարխոյանի նկատմամբ հենց այնպես չէ, որ կարգապահական վարույթ է հարուցել ԲԴԽ-ն։ Այդ վարույթով վախեցրել են, որ հանկարծ չշեղվի քաղաքական հրահանգներից, ասում է Աննա Գրիգորյանը։ Արթուր Սարգսյանը արդեն 1 տարուց ավել է գտնվում է կալանքի տակ, սկզբում առանձին մեկուսանում, հետո տնային կալանքի տակ ապօրինի կերպով դատախազը այստեղ եկել է սուտ հայտարարություններ իրականացրել, որի հիման վրա հետագայում կալանավորել են մեր գործընկերոջը։ Ըստ Գրիգորյանի, Սարգսյանի տնային կալանքը անհապաղ վերացնելու պաշտպանների միջնորդությունը մերժվել է առանց որևէ իրավական հիմնավորման։ Ոտնահարվել է Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի, քանի դեռ խորհրդարանի համաձայնությամբ պատգամավորը չի զրկվել անձեռնմխելիությունից, չի կարող կալանավորվել։ 26 թվականի օգոստոսի 2-ին մեկնարկելիք նոր խորհրդարանը լինելու է խոցելի, որովհետև սա մի առանձին պատգամավորի վերաբերելի հարց չէ, այլ ամբողջ ազգային ժողովի, որովհետև մեկ պատգամավորը ներկայացում է ամբողջ ժողովրդին, իսկ այսօր ժողովրդի քվեն ուղղակի ոտատակ է տրվել, ինչպես ամբողջ ընտրական process-ի արդյունքում նույն Բարգավաճ Հայաստանի նկատմամբ տեղի ունեցածով, որ մոտ 60,000 ընտրողի ձայն ուղղակի ոտնահարվել է, հաշվի չի առնվել։ Քաղաքական բռնաճնշումների նպատակը պարզ է ընդդիմությանը։ Իշխող ուժը փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով, ընդդիմադիր օջախները վերացնելով ճանապարհ հարթել թուրք-ադրբեջանական տանդեմի հայտնի պահանջները կատարելու համար՝ մայրօրենքի փոփոխություն, նոր տարածքների հանձնում։ Պրոցեսներ կան առաջիկայում, որին ընդառաջ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սերմանել եւ ճնշել բոլոր այն առողջ քաղաքական միավորներին, որոնք կարող են արդյունավետ հակազդեցություն ձևավորել։ Սա է ամբողջ տրամաբանությունը։ Բաքվի եւ Անկարայի մյուս պահանջը հակաեկեղեցական արշավը հիմա վերջնական տապալումից կարծես փորձում է փրկել Փաշինյանը ԱԺ առաջին նիստին չհրավիրելով կաթողիկոսին։ Չի հերքվում տեղեկությունը, թե նոր խորհրդարանի աշխատանքը կարող է սկսվել տիրադավ համարվող որևէ հոգևորականի աղոթքով։ Բացի ամենայն հայոց կաթողիկոսից անձամբ որևէ մեկը իրավունք չունի այստեղ գալու եւ իր չգիտեմ օրհնությունն էլ չասեմ այս դեպքում, որովհետեւ իրենց պատկերացմամբ տիրադավերը պետք է գային օրհնություն տային ազգային ժողովին։ Հակաօրինական ինչ քայլ էլ փորձի անի ՔՊ-ն այս կիրակի եւ դրանից հետո հակազդեցություն է ստանալու, վստահեցնում է Հայաստան խմբակցության ղեկավարը։ Կախված նրանից ինչ գործողություն իրականացնեն, դրա հակազդեցությունը իրանք կստանան։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։